հերթով անդրադառնամ բոլոր հարցերին էլ։ Նախ քաղաքապետի մասով, եթե չեմ սխալվում, քաղաքապետը տարբեր ժամանակահատվածներում ունեցել է ասուլիսներ, ինչպես նաև տարբեր իր շրջայցների կամ հանդիպումների ժամանակ բնականաբար պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։ Վերջի հարցազրույցը որպես այդպիսին, դա մայիսի 28-ին էր Հապարանում, երբ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ հարցեր են եղել եւ կարծում եմ քաղաքապետը այդ ժամանակ էլ է պատասխանել, որոշ ժամանակ առաջ հիշում եմ, երբ որ Պաշտպանված սրտի քաղաք նախաձեռնության հետ մեկնարկը տրվեց Հանրապետության մետրոյի կայարանում, այդ ժամանակ էլ է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին պատասխանել, չեմ կարծում որևիցե տեսակի խնդիր կա եւ առաջիկայում, երբ որ քաղաքապետը ասուլիս կունենա, վստահ եմ դուք ներկաներդ եւ նաեւ այլ լրատվամիջոցներ հնարավորություն կունենաք ձեր հուզող հարցերին պատասխանելու։ Ինչ վերաբերվում է կարմիր գծերի դատարանի որոշմանը, այսպես ասած։ Հիմա տեսեք, նախորդ անգամ էլ երբ որ դատարանը կարմիր գծերի նախագիծը Երևանի քաղաքապետարանի կողմից որ ներկայացվել էր, դրանից հետո Երևանի քաղաքապետարանի կողմից այդ մասով բողոք է ներկայացվել եւ նաեւ բողոք է ներկայացվելու նաեւ այս երկրորդ որոշումը, որը որ արդեն կայացվել է դատարանի կողմից, տեսեք, այն գաղափարը, որ դրվել էր կարմիր գծերի, այսպես ասած, տարիֆների բարձրացմանը, դա ինքը որոշակի նպատակ ուներ թե կենտրոնի բեռնաթափման, թե առհասարակ այդ ոլորտում հասարակական տրանսպորտի ոլորտում մի շարք փոփոխություններ բերելու, կարծում եմ, որ եթե ոչ ամբողջապես դա Երևանի քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքը այս պահին տեսանելի է, ես կարծում եմ, որ առաջիկայում, երբ որ արդեն ավտոբուսների համար առանձնացված գծերի քանակը ել ավելի կշատանա, մենք այդ փուլից սկսած արդեն կարծում եմ շատերս կհամոզվենք, թե ինչի համար էր դա արված եւ առաջիկայում արդեն հունիս ամսվա ընթացքում մի շարք փոփոխություններ ենք արդեն ունենալու եւ կարծում եմ այդ մասով մենք նոր դրական փոփոխություններ կտեսնենք քաղաքում։ Ինչ վերաբերվում է քրեական գործերին, ինչպես դուք եք նշում, չկա ամեն շաբաթ, որ ձերբակալություններ չլինի։ Իհարկե, այսպես ասեմ, էլի, Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը հետեւյալն է, որ ցանկացած, այսպես ասած, կոռուպցիոն դրսևորում իր արժանի պատասխանը պետք է ունենա ու կապ չունի, թե դա ինչ պաշտոնյայի կողմից է անում, դա կլինի, չգիտեմ, առաջատար մասնագետ, վարչության պետ, թե այլ պաշտոնատար անձ, բայց այս մասով մենք որոշ անհանգստություններ ունենք, իսկ անհանգստությունները կայանում է հետևյալում, օրինակ տեսեք, տարեսկզբի այն ձերբակալությունները, որ տեղի ունեցան Երևանի քաղաքապետարանի, մասնավորապես հասարակական ծառայության, հասարակական կարգի ծառայության պետի, ինչպես նաև տեղյակ եք, որ ձերբակալվեց նաև կոմունալ տնտեսության վարչության պետը, երկուսն էլ կալանավորվեցին, բայց այդտեղ մի հետաքրքիր բան կա, էլի իրականում բոլորի ամեղության կանխավարկածը հաշվի առնելով, մի դեպքում մարդը կալանավորվում է ինչ-որ մի միջնորդություն ենթադրյալ իրականացնելու համար, մյուս պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար։ Դրա համար մեզ համար կան օրինակի համար այդ տեսանկյունից խնդրահարույց իրավիճակներ, մասնավորապես նաև կարող եմ շեշտել Արաբկիր վարչական շրջանի, պարոն Արամ Ազատյանի կալանավորման փաստը, մարդը փաստացի 1 տարի շարունակ գտնում է կալանքի կալանավորված է եւ եթե չեմ սխալվում նաեւ իր փաստաբանները այդ մասով տվյալ գործը ուղարկել են եվրոպական դատարան, այսինքն Երևանի քաղաքապետարանը իր բոլոր, այսպես ասած, աշխատակիցների ենթադրյալ մեղքերի մեջ որոշակի, այսպես ասած, խնդիրներ է տեսնում։ Օրինակ տեսեք, վերջի 2 աշխատակիցները, ովքեր որ ձերբակալվեցին, հասարակական կարգի ծառայության աշխատակիցները, որոշակի առումով ինֆորմացված լինելով այդ դեպքի հանգամանքներից, մենք այդտեղ որևիցե խնդիր չենք տեսնում։ Խնդիր չենք տեսնում նաև որպես այդպիսին վերջերս
ձերբակալված նախկին քաղաքաշինության եւ հողի վերահսկողության աշխատակիցների ձերբակալության մասով, որտեղ այդ մասով էլ առաջին հայացքից Երևանի քաղաքապետարանի կողմից այդտեղ որևիցե խնդրարույց բան չկա, նորից եմ ասում, հաշվի առնելով բոլորի անմեղության կանխարգելը, վերջերս նաև ձերբակալություններ եղել Շենքավիթ վարչական շրջանի նախկին աշխատակիցի թե աշխատակիցների, եթե չեմ սխալվում, երեկ էլ ռեպորտաժ է պատրաստել հանրային հեռուստաընկերությունը, այսինքն այս գործերի մասով դեպքեր կան, որ մենք միանշանակ համակարծիք ենք, որպես այդպեսին տեղի ունեցողի հետ, բայց որոշ դեպքերում էլ, որոնք արդեն նշեցի, խնդրահարույց են մեզ համար, դա եւս քիչ առաջ բարձրաձայնեցի, հիմա տեսեք, էլի շատերի համար տպավորություն կստեղծվի, որ տեսեք այս շաբաթը մեկ Երևանի քաղաքապետարանում ձերբակալություններ են լինում, տարբեր պաշտոնյաներ են ձերբակալվում, դրանց մեջ կան եւ ներկայիս գործող պաշտոնյաներ եւ նախկին պաշտոնյաներ, բայց եկեք մի հատ պատկերացնենք հետեւյալը, էլի Հայաստանի Հանրապետությունում տան շատ տարբեր կառույցներ, տարբեր լիազորություններ, տարբեր լծակներ ունեցող վերահսկողության ֆունկցիաներ ունեցող արձանագրություններ կազմող եւ այլն։ Հիմա եթե նույն օպերատիվ հետախուզական միջոցառումները, այսպես ասած, այն պարբերականությամբ, որ վերջին շրջանում եղել են Երևանի քաղաքապետարանում, լինեն այլ կառույցներում, ես չեմ կարծում, որ օրինակ դուք նոր վերնագրեր գրելու նյութեր չեք ունենա, էլի, այսինքն մենք ուրախ կլինենք, որպեսզի այն օպերատիվ հետախուզական միջոցառումները, որ վերջի շրջանում ինտենսիվ Երևանի քաղաքապետարանի շուրջ են տեղի ունենում, տեսնենք նաև այլ կառույցներում։